Առաջվա Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն եւ ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան։ Այժմ ինչ քայլեր են արվում սահմանափակումների վերացման ուղղությամբ, ինչ է այս հարցում ակնկալում Հայաստանը Ռուսաստանից եւ ձեր գնահատմամբ ի վերջո ինչպես եզրափակվի այս ամենը, նաեւ հաշվի առնելով, որ նոր ծրագրում կառավարության նշված է, որ Հայաստանը վերափոխելու է եւ խորացնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ նախորդ շաբաթ հարց հնչեց եւ դուք էլ արձագանքեցիք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, բայց այս մասը կարծես բաց մնաց։ Ադրբեջանի նախագահը թրիփի մասով նշեց, որ իրենց հատվածի երթուղու շինարարությունը հաջորդ տարի հասցվելու է Հայաստանի սահմանին, Հայաստանի շինարարությունն էլ այս տարի է ընթանալու։ Իրականում ինչ փուլում է հայկական հատվածի գործընթացը եւ երբ կարող ենք խոսել վերջնական շինարարության մասին։ Նաև Վաշինգտոնյան հայտարարություններից, որ 1 տարի անցել եւ դուք խոսում եք արձանագրում, որ խաղաղությունը տեսանելի է ամեն դեպքում, այդուհանդերձ որն է այսօր խաղաղության ամբողջական ամրագրման խոչընդոտող հիմնական չլուծված հարցը։ Նաև օրեր առաջ Վաշինգտոնում եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչ նոր քայլեր կարող են ակնկալել խաղաղության գործընթացում։ Շնորհակալություն։ Ռուսաստանի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է, եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Ինչ վերաբերում է թրիփին, ասել եմ առաջիկայում նախ համապատասխան համաձայնագիրը վավերացման գործընթաց է ապրում եւ թրիփ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում եւ նախատեսվածով նկատի ունեմ ոչ մի խոչընդոտ չկա, այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետեւ խաղաղությունը հաստատված է։ Հիմա մենք օրակարգ ունենք, այսինքն մենք այսօր այնց վիճակում չենք կամ իրադրությունն է նա, որ խաղաղությունը կա տեղում է։ Ուրիշ բան խաղաղության, ինչպես նախկինում ասել եմ, ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետքա քայլեր ձեռնարկենք եւ տրիպն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետեւ երբ որ ճանապարհները բացվեն եւ տեղի ունենա հաղորդակցություն, ապա շրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետեւ այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքները շարունակվելու են եւ մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով աշխատել։ Փոխարտգործնախարարների հանդիպումը ընդհանուր քննարկում ա եղել եւ նվիրված ա եղել օգոստոսի 8-ի տարեդարձին։ Իհարկե ընդհանուր շրջանակ ա քննարկվել։